Այսօր խոսելու ենք պատերազմի մասին։ Չէ, ձեր իմացած պատերազմի մասին չի խոսքը, այլ այն պատերազմի, որը Ադրբեջանը տանում է իր տարածքում հայկական եկեղեցիների նկատմամբ։ Ինչու է Ադրբեջանը փորձում հայկական եկեղեցիները ալբանական ներկայացնել։ Տեսանյութում առկա է հայկական եկեղեցի, հայկական խաչքարներ։ Երկրորդը, որի մասին կուզեմ նշել, գրագրություն եւ փորագրություններ հայկական տառերով նույնպես առկա են եկեղեցու պատերին։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներ հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք պատերազմի մասին։ Չէ, ձեր իմացած պատերազմի մասին չի խոսքը, այլ այն պատերազմի, որը Ադրբեջանը տանում է իր տարածքում հայկական եկեղեցիների նկատմամբ։ Ես շատ հաճախ այս պատերազմը համեմատում եմ պատերազմ հիշողության դեմ։ Ադրբեջանը փորձում է պարբերաբար տարիներ շարունակ պատերազմել հիշողության դեմ, այն հիշողության, որը դարեր շարունակ առկա եղել Ադրբեջանում հայկական էթնիկ պատկանելիության համատեքստում։ Ինչի նկատի ունեմ հիշողության դեմ պատերազմ ասելով։ Այսօրվա Ադրբեջանում քարոզչական դաշտում եւ հատկապես գետնի վրա առկա փաստերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը համառորեն ձգտում է վերացնել հայկական պատմական հիշողությունը։ Փորձ է արվում հայկական եկեղեցիները, հայկական վանական համալիրները եւ իհարկե հայկական պատմամշակութային արժեք ունեցող կառույցները վերագրել այլ օտար իրականության։ Մասնավորապես Ադրբեջանի պաշտոնական կողմը փորձ է անում հայկական եկեղեցիները ներկայացնել որպես ալբանական։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, արդյոք այն պնդումները, որոնք արվում են Ադրբեջանում, գիտականորեն ճիշտ են, թե պարզապես պատերազմ հայկական հիշողության դեմ։ Ադրբեջանի քաղաքական այս թեզը տրամաբանորեն պարզ է։ Եթե հայկական եկեղեցիները, ինչպես պնդում են ադրբեջանցիները, ալբանական են, ապա հայերը զրկվում են պատմական իրենց լիակատար իրավունքից։ Հետևաբար ադրբեջանցիների կողմից մշակվող պատմական իրավունքից զրկումը հայերի բերում է մի շարք այլ հետևանքներ, որոնք խիստ վտանգավոր են եւ իրենց մեջ պարունակում են ինքնաոչնչացման կամ առհասարակ էթնոսի ոչնչացման կարևորագույն տարրեր։ Ես ինքս փորձել եմ հասկանալ, որ Ադրբեջանի այս պնդումը որքանով է իրական եւ հանգել եմ այն եզրակացման, որ Կովկասյան Ալբանիան որպես եկեղեցական եւ քաղաքական սուբյեկտ դադարել է գոյություն ունենալ դեռևս միջնադարից, իսկ նրա քրիստոնեական ժառանգությունը օրգանապես միավորվել է հայ առաքելական եկեղեցու հետ։ Այս փաստը ընդունված է միջազգային գիտական հանրության կողմից, բայց մերժվում է Բաքվի կողմից քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ինչու է Ադրբեջանը փորձում հայկական եկեղեցիները ալբանական ներկայացնել։ Առաջինը, ադրբեջանական կողմը փորձում է նախ եւ առաջ ջնջել այն բոլոր պնդումները, որ ադրբեջանցիները վերացրել են հայկական եկեղեցիները այսօրվա Ադրբեջանում։ Երկրորդ, այս պնդումը անելով Ադրբեջանը հերքում է հայերի առկայությունը առհասարակ հարավային Կովկասում։ Եվ երրորդ, որը տրամաբանական շարունակություն է վերջի երկուսի, ադրբեջանական կողմի պնդումներով հարավային Կովկասում հայկական դարավոր պատմությունը առհասարակ գոյություն չի ունեցել։ Հետևաբար հայերը եղել են բերովի ազգ, սա ի դեպ իրենց պաշտոնական քարոզչական թեզն է եւ որևէ պահանջատիրություն հայկական կողմից չի կարող լինել։ Վերջերս Բաքու TV-ն հրապարակել էր մի մանիպուլատիվ տեսանյութ Դաշկեսանից։ Հիշեցնեմ, որ Դաշկեսանը սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը եւ մասն է համարվում Դաշտային Ղարաբաղի։ Ինչու են Բաքու TV կողմից հրապարակած տեսանյութը անվանում մանիպուլատիվ։ Նախ եւ առաջ տեսանյութում առկա է հայկական եկեղեցի։ Երկրորդը, բացարձակապես բացակայում են հայկական բառի կիրառումը որպես պատմական արժեքի կարևորագույն ընդգծում։ Ադրբեջանի քարոզչական կողմը այդպես էլ չսովորեց թաքցնել իրենց բացերը, ու չնայած այն պնդման, որ այդ եկեղեցին հայկական չէ, այլ ալբանական է, ես ունեմ այլ փաստեր։ Նախ եւ առաջ տեսանյութում առկա են հայկական խաչքարներ։ Երկրորդը, որի մասին կուզեմ նշել, գրագրություն եւ փորագրություններ հայկական տառերով նույնպես առկա են եկեղեցու պատերին։ Եվ երրորդը, հայկական եկեղեցու խաչի բացակայությունը չի խոսում այն բանի մասին, որ այդ եկեղեցին հայկական չէ, այլ ալբանական։ Իսկ տեսանյութում առկա փաստերը հակառակի մասին են խոսում։ Ու չնայած այն հանգամանքի, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը շաբաթը 24 ժամ եւ 7 օր կտրվածքով խոսում են խաղաղության մասին, ես այս տեսանյութը համարում եմ մեդիա սադրանք, այլ ոչ թե խաղաղությանը միտված գործողություն։ Խոսելով այսօրվա Ադրբեջանում առկա հայկական եկեղեցիների մասին, այսօր անդրադառնալու եմ դրանցից երկուսին։ Առաջինը Բաքվում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Ադրբեջանական կողմը շատ հաճախ է խոսում, որ իրենք քրիստոնեական արժեքների պահպանման շատ կարևորագույն քաղաքականություն են վարում եւ որպես օրինակ են ներկայացնում Բաքվում գտնվող այս եկեղեցին։ Բայց եթե անկեղծ լինենք, եկեք միասին հասկանանք, արդյոք քրիստոնեական արժեքների պահպանումը իրենից ենթադրում է եկեղեցու վրայից խաչի հանելը։ Ձեր էկրաններին երևում է եկեղեցին եւ վերևի հատվածում խաչի բացակայությունը։ Ասեմ ավելին, եկեղեցին ցանկապատված է եւ ամբողջ տարածքը ասես բանտի վերածված լինի։ Եվ երրորդ հանգամանքը, որ ես անձամբ կուզեմ շեշտադրել, եկեղեցին վերածել են գրադարանի։ Արդյոք քրիստոնեական արժեքների պահպանումը իրենից ենթադրում է պղծել հայկական եկեղեցին, այն վերածել գրադարանի։
Այո, իրավացիորեն պետք է նշենք, որ հայկական եկեղեցին կանգուն է եւ փառք Աստծո, բայց դա չի ենթադրում, որ ադրբեջանական կողմը տոլերանտ է հայկական եկեղեցիների կամ առհասարակ հայկական առաքելական եկեղեցու մշակութային ժառանգության նկատմամբ։ Եվ իհարկե, քաղաքական գնահատական տալու համար շատ կարևոր է ընդգծել, որ սա ոչ թե պատմական ժառանգության պահպանության միտված գործընթաց է, այլ շատ հասարակ եւ էժանագին PR ակցիա։ Երկրորդ եկեղեցին, որի մասին կուզեմ խոսել, Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը նույնպես գտնվում է Բաքվում։ Այն կառուցվել է 1797 կամ 1799 թվականին, ավերվել 1990 թվականին։ Այսօրվա Ադրբեջանում կանգուն է մնացել միայն դրա զանգակատան հատվածը, եւ այն գտնվում է Կուսական աշտարակի ցախակողմի հատվածում։ Այո, ասել եմ եւ մեկ անգամ էլ կկրկնվեմ, սա պատերազմ է հայկական հիշողության դեմ, հայկական պատմական արժեքների դեմ եւ առհասարակ հայերի դեմ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի պաշտոնական քարոզչական դաշտը հեղեղված է հակահայկական տարբեր թեզերով ու հատկապես թիրախավորվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ դա չի արվում պատահական սկզբունքով, դրա տակ կա թաքնված բազում թիրախներ։ Առաջինը հայկական ինքնության ոչնչացումն է։ Երկրորդը ապացուցել, որ հարավային Կովկասում հայերը բնակվելու կամ առհասարակ էթնիկ ինքնության պահպանման համար որևէ ջանքեր չպետք է գործադրեն, քանի որ իրենք բերովի ազգ են։ Սա իդեպ ադրբեջանական քարոզչական դաշտի հատվածի մեկնաբանություն էր։ Եվ երրորդը, թշնամին կարող է մեզ հաղթել միայն մի պարագայում, եթե մենք դա թույլ տանք, եթե մենք пассив դիրքում լինենք եւ համակերպենք այն ասպատակությունների շուրջ, որը իրականացվում է այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին եղել է հայկական պատմության կարևորագույն օբյեկտ եւ սուբյեկտ, եւ եթե չլիներ եկեղեցին, ոչ դուք կլինեք եւ ոչ առավել եւս ես։ Հետեւաբար, սիրելի հայրենակիցներ, մենք լրությամբ չպետք է նպաստենք, որ ադրբեջանցիները վերջնականապես հասնեն այն թիրախներին, որոնց մշտապես ձգտել են այն էլ տասնամյակներ շարունակ։ Դա հայկական առաքելական եկեղեցու վերացումն է։ Ձեզ հետ է ես, միջազգայնագետ եւ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանս։ Լավ եղեք, կհանդիպենք։